Հայաստանի արտաքին գործոստ նախարար Արարատ Միրզոյան հանդիպած է Զվիցերիո հաշմանդամության փոխնախագահ արտաքին հարաբերություններու դաշնային բաժանմունքի ղեկավար Իգնասիո Քասիսի հետ։ Կհայտնեն արտաքին գործոստ նախարարութենեն։ Իգնասիո Քասիս Հայաստանի արտաքին գործոստ նախարարին հյուրընկալած է Բեռնի պատմական հատվածին գտնվող դաշնային խորհրդի պաշտոնական ընդունելություններու դամ մեջ աշխատանքային ջաշի ձևաչափով։ Զրուցակիցները կողմնակությամբ նշած են Հայաստանի եւ Զվիցերիո միջև զարգացող քաղաքական երկխոսություն ու դարբերություններով գործընկերության հետաքազարկացման պատրաստակամությունը ընդգծված է Բեռնի մեջ տեսփանադում փանալու Հայաստանի կառավարության որոշումի կարևորությունը որպես երկկողմ օրագարկի ընդլայնման փոխանցագային հարստացման ուղղությամբ քաղաքական նշանակալի խթան։ Արարատ Միրզոյան եւ Իգնասիո Քասիս միտքեր փոխանակած են Հարավային Կովկասի եւ Մերձավոր Արևելքի մեջ զարգացումներու շուրջ։ Նախարար Միրզոյան ներկայացուցած է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության հետագա քայլերը։ Նախարար Միրզոյան բարձր գնահատած է Զվիցերիո աջակցությունը ինչպես Հայաստանի ժողովրդավարական համագարկերու շարունակական ամրապնդման, այնպես էլ մարդասիրական հարցերու Ղարաբաղեն տեղահանված փախստականներու գարիքներու հասցեակրման ուղղությամբ։ Բրյուսել գդարած աշխատանքային այցի շրջանակներու մեջ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սուրեն Բաբիկյան հանդիպած է Բելգիկայի թագավորության պաշտպանության եւ արտաքին արևդուրի նախարար Թեյո Ֆրանկենի հետ։ Նախարարները քննարկած են պաշտպանության ոլորտեն ներս Հայաստան-Բելգիկա համագործակցության առնչվող հարցեր։ Հանդիպման ընթացքին կողմերը ընդգծած են համագործակցության զարգացման մեծ ներուժը ռազմական գրթության, մասնագիտական վարժանքներու ռազմական բժշկության, խաղաղապահության, մարդասիրական ագանազերծման եւ այլ ուղղություններ պայմանավորվածություն ցերկ բերելով շարունակել աշխատանքները փոխգործակցության ընդլայնման ուղղությամբ։ Զրուցակիցները անդրադարձած են նաև միջազգային անվտանգության առնչվող շարք հարցերու։ Հայաստանի ներքին գործոց նախարար Արփինե Սարգսյան եւ Եվրամիության ներքին գործոց հանձնագետար Մագնուս Բրուների Ջեբազուրիցի հիմնական շեշտադրումները վիզաներու ազատականացման գործողություններու հարաճընթացի զեկույցը Եվրամիության պիտի ներկայացնե մայիս 5-ին Եվրամիություն Հայաստան կակատնաժողովին։ Վիզաներու ազատականացման երկխոսության մեկնարկեն ի վերջո շապելի հարաճընթաց կա եւ կատարված աշխատանքները կգոհացնեն Եվրամիությունը։ Ինչու է սա կարեւոր, որովհետեւ անցի ինքնության վերաբերող ընթացքի հետ գործ ունենք եւ շատ կարևոր է որ թե Հայաստանը թե Եվրամիությունը վստահ լան որ մարդկային շարժի շրջանակներու մեջ հստակ է թե որ անցի շարժի մասին կխոսենք եւ ինքնության գեղձիկները կրնանք բացահայտել։ Հայաստանի արտաքին գործոս նախարարի դեղագար Ռոբերտ Ապիսողոմյան Նյու Յորքի մեջ հանդիպած է ՄԱԳ-ի գլխավոր քարտուղարի խաղաղության աջակցման հարցերով փոխտեղակալ Էլիզաբետ Սպեհարի հետ։ Կհայտնեն արտաքին գործոս նախարարութենեն։ Ռոբերտ Ապիսողոմյան ներկայացուցած է դարաձաշրջանային վերջին զարգացումները, ընդգծելով Հարավային Կովկասի մեջ հաստատված խաղաղության հետագա ամրապնդման անհրաժեշտությունը։ Կողմերը միտքեր փոխանակած են միջազգային խաղաղության եւ անվտանգության պահպանության առնչվող հարցերու շուրջ կարևորելով խաղաղապահ թերը այս բարունակի մեջ։ Արտաքին գործոց նախարարի տեղակալը ներկայացուցած է Հայաստանի աշխուժ ներգրավվածությունը աշխարհի դարբեր դարաձաշրջաններու մեջ ՄԱԳ-ի եւ ՆԱՏՕ-ի շրջանակներու մեջ իրականացվող խաղաղապահ առաքելություններում։ Անվերահաստատած է Հայաստանի հանձնառությունը աջակցելու խաղաղապահության գործի մեջ միջազգային ջանքերում։ Հանդիպման անդրադարձ կատարված է նաեւ Մերձավոր Արևելքի մեջ ստեղծված իրավիճակին, ընդգծելով ադոր հանգուցալուծման եւ դարաձաշրջանային գայունության ապահովության կարեւորությունը։ Իրաքի Էրբիլ շրջանի մեջ անօթաչու թռչող սարքի հարձակման հետևանքով վիրավորված է ֆրանսացի 6 զինվոր, կհայտնեն Ֆրանսիայի զինված ուժերը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոն ավելի ուշ տեղեկացուց, որ զինվորները մեկը մահացած է, ադոր համար մեղադրելով Իսլամական պետություն ծայրահեղական խմբավորումը։ Ֆրանսացի զինվորներուն ներկայությունը Իրաքի մեջ ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում մեջ է։ Իրանի պատերազմը չի գնար արդարացնել նման հարձակումները, ըսած է Մակրոն։ Հայտնի չէ, թե ուր ժամանած է անօթաչուն եւ ով գործարկած է։ Սա ֆրանսացի զինվորի առաջին հաստատված մահն է Միացյալ Նահանգներու եւ Իսրայելի դեմ զանգվածային հարձակումներեն ի վեր։ Ֆրանսան չի մասնակցիր Ամերիկա-Իսրայել ռազմական գործողություններուն։ Իսրայել հարված հասցուցած է Բեյրութի հյուսիսային ծայրամասին գտնվող Նաբա շրջանի Բուրջ Համուդ թաղամասին վրա, որում բնակչության մեծամասնությունը հայեր են։ Հարվածի հետևանքով բնակարանները մեկու մեջ հրտեհ բռնկած է, գահիտնե Associated Press։ Գործակալությունը նշած է, որ վերջին օրերուն ռազմական գործողություններու եւ 2024 թվականին Հեզբոլլայի եւ Իսրայելի միջև հագամարտության ընթացքին հայկական այս թաղամասը առաջին անգամ է, որ հարվածի կենթարկվի։ Զոհերու եւ դժվարներու մասին տեղեկություններ չկան։
Բացի այդ, Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնեց, որ առավոտ կանուխ Իսրայել թիրախավորած է Բեյրութի հարավ-արևմտյան ափամերձ Ջնահ թաղամասը։ Հարվածի հետևանքով 1 զոհ գա։ Հարվածներն հետո Իսրայելի բանակը հայտարարած է, որ Բեյրութի մեջ թիրախավորած է Հեզբոլլայի անդամը։ Երկու թաղամասերն ալ հերույ են Բեյրութի հարավային արվարձաններեն, որոնց բնակիչներուն Իսրայելի բանակը դարհանման հրահանգներ տված է։ Փետրվար 28-ին Ամերիկայի եւ Իսրայելի կողմեն Իրանի թեմ ռազմական գործողություններու մեկնարկեն հետո Լիբանանյան Հեզբոլլա շարժումը սկսած է հարվածներ հասցնել Իսրայելին՝ ի աջակցություն Իրանի։ Իսրայել պատասխան ռազմական գործողություններ սկսած է Հեզբոլլայի դեմ, թիրախավորելով Բեյրութը եւ Լիբանանի հարավային շրջանները։ Հարվածներու զոհ դարձած է գրեթե 690 անձ։ Իսրայելի Զարզիր քաղաքի մեջ հրթիռագործության հետևանքով 58 անձ վիրավորված է, այս մասին հաղորդած է The Associated Press գործակալությունը։ Զարզիրը գտնվի Երուսաղեմեն 100 կիլոմետր հեռավորության վրա Լիբանանի հետ սահմանին։ Հեզբոլլան առավոտյան կանուխ հայտարարած է, որ հրթիռներ արձակած է Իսրայելի հյուսիսի եւ Լիբանանի հարավը գտնվող Իսրայելի զորքերուն ուղղությամբ։ Փետրվար 28-ին Ամերիկայի եւ Իսրայելի կողմեն Իրանի դեմ ռազմական գործողություններու մեկնարկեն հետո Իրան պատասխան հարվածներ կհասցնի Իսրայելին, ինչպես նաեւ դարաձաշրջանի մեջ գտնվող ուժանույթի գայաններուն եւ ամերիկյան ռազմագայաններուն։ Ի աջակցություն Իրանին Լիբանանյան Հեզբոլլա շարժումը նույնպես սկսած է հարվածներ հասցնել Իսրայելին։ Իրանի նոր քերակույն առաջնորդ Մուժդաբա Խմեյնեին հայտարարած է, որ Հորմուզի նեղուցը պետք է փակ մնա որպես ճնշումի գործիք։ Ընդրութենեն հետո հրապարակված առաջին ուղերձի մեջ, որը ընթերցված է հեռուստատեսության մեկնաբանի կողմեն, Մուժդաբան ասաց է, որ դարաձաշրջանի մեջ գտնվող բոլոր ամերիկյան գայանները պետք է փակվին, զսկուշացուցած, որ ադոնք կրնան հարձակումի ենթարկվիլ։ Պաշտոնը ստանցնել են ի վեր արդեն 5 օր, գրծեր Խոմեյնեին հրապարակային ելույթ ունեցած։ Տեհրան հաստատած է, որ ան վիրավոր է, միաժամանակ բնտած առաջնորդի կյանքին վտանգ չսպառնար։ Անկարան ավելի կանուխ հերքած էր լուրերը, թե Թուրքիո մեջ Ամերիկայի ռազմագայան հարված ստացած է հայտարարելով, որ Թուրքիո մեջ որևէ օտարերկրյա պետության պատկանող ռազմագայան չկա։ Իրանի զինված ուժերը շարքեն հանած են ամերիկյան Աբրահամ Լինքոլն օդանավագիրը։ Բնտած է Խաթամ ալ-Անբիա հրամանատարության մամլոխոսնակ Էբրահիմ Չուլֆաղարին։ Աբրահամ Լինքոլն օդանավագիրը հարձակումի ենթարկված իսլամական հեղափոխության բահբաններու ստորաբաժանումի նավադորբի կողմեն եւ շարքեն հանված։ Այն դարաձաշրջանը լքած է եւ գվերաթարնա Միացյալ Նահանգներ։ Աղբյուրը չէ մանրամասնած, թե երբ այդ տեղի ունեցավ կամ արդյոք այդ նավուն վրա նոր հարձակում է, քանի որ իրանցի զինվորականները բազմիցս հայտարարած են, որ հրթիռներ արձակած են օդանավագիրի ուղղությամբ։ Ամերիկայի Ելևմուդի նախարարությունը արդոնեց քարյուղադարներով առաքվող ռուսական Հում քարյուղի վաճառքը գահիտնի Reuters արդոնակիրը պիտի կորձե մինչև ապրիլ 11։ Ավելի գանուխ Ամերիկայի նախագահ Դոնալդ Թրամփ առանց երկիրներու անուններ նշելու ասաց էր, որ մերձավոր արևելքի մեջ պատերազմի պատճառով քարյուղի վաճառքի նկատմամբ պատժամիջոցներ կրնան ժամանակավորապես չեղարկվիլ։ Ամերիկայի եւ Իսրայելի կողմեն Իրանի դեմ հարձակումի արդյունքով Հորմուզի նեղուցին փակվելուն հետևանքով քարյուղի համաշխարհային քիները գդրուկ աճած են։ Ռուսաստան կրնա մերձավոր արևելքի մեջ պատերազմի պատճառով օրական մինչև $150 միլիոն ստանալ քարյուղի քիներու աճի հաշվույն գկրե Financial Times թերթը։ Ըստ քննադատականներու Մոսկվան արդեն ստացած է 1.3-ին մինչև 1.9 միլիարդ դոլար լրացուցիչ եկամուտ քարյուղի արտահանման հարգերեն Հորմուզի նեղուցի փակվելեն հետո։ Ցեզի հետ Անի Զեյթունցյանը։